Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, քննարկում են կառավարության կառուցվածքի նախագիծը, բնականաբար մեծ տեղ ունի նաև արդարադատության նախարարության գործունեությունը եւ դրա տիրույթը, հատկապես այդ տիրույթում կարծում եմ հոկտեմբերի 27-ի գործը, որպես այդպեսին, այդ ամեն ինչի մեջ շատ կարեւոր տեղ ունի, որտեղ որ գալիս եք ստեղից ասում եք հոկտեմբերի 27, հարգելի գործընկեր։ Մեկ հիշեք ձեր առաջնորդին միջև հոկտեմբերի 27-ը։ Մեկ հիշեք ձեր առաջնորդին։ Մեկ հիշեք, ինչ էր ասում ինքը իր մասին։ Ասում էր ես լինելով նախագահ իշխանություն չունեմ, ես անկախ արբիտր եմ, ընդամենը արբիտր եմ, ամբողջ իշխանությունը վարչապետի ձեռքում է եւ խորհրդարանի ձեռքում է։ Հոկտեմբերի 27-ին ինչ եղավ։ Խորհրդարանի նախագահը սպանվեց, վարչապետը սպանվեց։ Եվ ով զարմանք, այն եղնիկներով սվիտրով Հայաստան եկածը դառավ միլիարդատեր։ Պարոն Մանուկյանն էլ, որ այսօր 200 միլիոն քեշ դոլարի կողքը նստած գաղստեղ ասի կոռուպցիա եմ բացահայտել։ Պարոն Մանուկյան, կոռուպցիան բացահայտելու համար ստեղ գալ հասնել պետք չի, որ ձեզնից աչ թեքվեք, կնայեք ուղիղ կոռուպցիայի աչքերի մեջ, պարոն Մանուկյան։ Ասում է Անդրանիկ Քոչարյանը եւ թիմակիցները Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո պաշտոնների ցուցակ էին ներկայացրել եւ Տիկին Խամոյան այդ ցուցակից գոնե մեկը նշանակվել, հա, չի նշանակվել, որովհետեւ Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո Ռոբերտ Քոչարյանը մաքրել է ամբողջ պետական ապարատը Վազգեն Սարգսյանի կադրերից։ Եվ այո, Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո պետք է իր թիմակիցները Հայաստանում իշխանություն ունենային, բայց չունեցան, փոխարենը Ղարաբաղյան կլանը եկավ ու Հայաստանում զավթեց իշխանությունը։ Զավթեց, հարստահարեց ու 200 միլիոն դոլարը ջեբները դրած հիմա էլ նստած է, որ գաքստեղ ասեք, մենք կոռուպցիա ենք բացահայտում։ Դուք կոռուպցիա մի բացահայտեք։ Դուք որպես կոռուպցիա եք դրսևորում ինքնաբացահայտեք։ Շնորհակալ։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի նախագիծը եւ ես իհարկե կմնամ օրակարգային հարցի քննարկման սահմաններում եւ ուզում եմ մի հատ հետաքրքրվել ուժեղ Հայաստանի մեր գործընկերներից, հարգելի գործընկերներ, ինձ թվում էր, որ այս հարցի քննարկման ժամանակ դուք առնվազն պետք է մի կարևոր առաջարկությամբ հանդես գայիք, որի շուրջ մինչեւ հիմա հանդես չեք եկել։ Ձեր նախընտրանքական կարևորագույն պլատֆորմներից մեկը, որը հայտարարել էր ձեր, հիշեցնեմ, որ դուք դիրքավորվել եք որպես ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությամբ հանդես եկող քաղաքական ուժ, եւ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ մինչեւ այս պահը ոչ մեկը չի առաջարկել ձեր կողմից նախաձեռնվող սեքսի նախարարության ստեղծման մասին։ Ինչ կա չկա, պարոն Կարապետյան։ Լավ։ Ես կարծում եմ, ես ակնկալում եմ, որ դուք խմբակցության անունից ելույթի ժամանակ անպայման մենք 3 ժամյա ռեժիմ ունենք առաջարկների համար, որպես ազգային արժեքների պաշտպանությամբ հանդես եկող ուժ կներկայացնեք ձեր քաղաքական կարևորագույն ինտելեկտուալ նվաճմանը համարժեք սեքսի նախարարության ստեղծման առաջարկը եւ ի վերջո նաեւ ձեր ընտրողները պիտի տեսնեն, չէ՞ որ դուք հետևողական եք։ Հետևողականության հետ կապված մենք այստեղ խնդիրներ ենք տեսնում։ Եվ քանի որ ժամանակը քիչ է, հարգելի գործընկերներ, ես չեմ հասկանում, որն է ձեր կռիվը արտաքին գործերի եւ միջազգային առևտրի հետ։ Բա խաղաղություն ունեցող երկրների արտաքին գործերը միջազգային առևտուրն է։ Թե դուք բան եք անում, մտածում եք, որ պետք է մեր արտաքին գործերը միշտ լինեն մաքարման նախարարությունը, արտաքին գործերի եւ նահատակության նախարարություն։ Եվ ասենք մեր բաններ պիկնել նվաճումը դիվանագիտական ասենք բան։ Մոնտեվիդեոյում բացվեց հերթական խաչքարը նվիրված ցեղասպանության այսինչ տարելիցին։ Դիվանագիտական մեծագույն հաղթանակ։ Սենց է եղել 30 տարի, հիմա ունենք խաղաղություն, պիտի նաև դիվանագիտական աշխատանքը նաև առևտրին բերի։ Ժամանակս ավարտվեց, խնդրում եմ կարձագանքեք իմ ուրեմն խոսքին եւ ձեր առաջարկը կներկայացրեք։ Շնորհակալություն։ Ճիշտ ասած ես տարակուսած եմ արտաքին գործերի նախարարության անվանափոխության հետ կապված ընդդիմության աղմուկից, տպավորություն է, որ մի քիչ էլ խոսեին, պիտի ասեին ոնց է այդ սակրալ անունը համատեղում ինչ որ առևտուր բառի հետ։ Միթե վայել է արտգործնախարարին զբաղվել առևտրով, նա պիտի զբաղվի արտաքին գործերով եւ ոչ թե միջազգային առևտրով, այդ մտածելակերպն է իշխել հանրապետությունում տարիներ շարունակ, երբ պետական գործիչները բարձրաստիճան
Չեն էլ հասկացել, որ արտաքին հարաբերություններ եւ արտաքին առևտուր բառերը նույնական են։ Աշխարհի բոլոր արտաքին գործերի նախարարները զբաղվում են միայն առևտրով։ Միայն, ոչ միայն տնտեսական առևտրով, այլ ընդհանրապես քաղաքական առևտրով։ Աշխարհի բոլոր արտգործնախարարների միակ գործը արտաքին միջազգային առևտրով զբաղվելն է, այսինքն առնելը եւ տալը, առնելը եւ տալը, առնելը եւ տալը։ Ճիշտ այնպես, պարոն Խաչատրյան, ինչպես օրինակ Իսրայելի արտգործնախարարը, օրինակ, ցեղասպանության, հայոց ցեղասպանության ճանաչման հարցը իրենց արտաքին քաղաքական օրակարգ մտցնելուց հետո մտցրեց, հետո հանեց, հետո մտցրեց, հետո հանեց, այդ ամբողջ ընթացքում տեղի ունեցավ առևտուր, պարոն Խաչատրյան, առևտուր։ Այն որ պարոն Վարդևանյանն ասում էր, վայ, վարչապետն ասեց մեր նահատակների մասունքները իրար գլխին են տալիս, իսկ որ առևտրի առարկա դարձավ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, ու դա դարձավ, եղել է բազմաթիվ անգամներ, ու որպես կանոն դա եղել է միջազգային առևտրի հարց, դրանից չեք տարակուսում, բայց վարչապետի ալեգորիայից տարակուսում եք, այո, արտաքին հարաբերություններ եւ միջազգային առևտուր բառեր, բառակապակցությունները հոմանիշներ են, թե բառի բուն, թե փոխաբերական իմաստով։ Եվ ժամանակն է ընդհանրապես, այո, պարոն Ղազարյան, շատ վատ է, որ դուք դեսպան լինելով, այդքանը չեք էլ ձեզ մի օր ես առանձին կանադառնամ, դուք էլ բացվեք ստեղ, ձեզ մի քիչ ֆորա եմ տալիս, ձեզ մի հատ առանձին կանադառնամ, որ դեսպան լինելով, այդտեղից ձեռներդ գլուխներիդ եք դնում, չգիտակցելով, որ դուք պետք է առևտրով զբաղվեք։ Եթե նկատել եք, ես ձեզ ասացի ավարտեք։ Ոչ թե